Սպասված ակցիայի իդեալ համակարգից։ Փոխարինեք ձեր վինտացան նոր առավել ժամանակակից եւ խնայող կաթսայով։ Մանրամասները easyrsystem.am։ Պարոն Քոչարյան, եթե իրավականից վերանանք, հունիսի 27-ին տեղի ունեցած են, երբ որ նայում եք 27-ին, երբ որ իրավապահները, այսպես ասենք, ասպատակեցին վեհարանի եւ եկեղեցու վրա, եթե մարդկայնորեն նայում եք, օրինակ դուք ինչ էիք զգում այդ պատկերը տեսնելիս։ Հիմա իմ զգացողությունները ձեր ինչին է պետք։ Ինձ շատ հետաքրքիր։ Ես ուզում եմ ասեմ, որ եկեղեցու հետ իմ հարաբերությունները եւ հոգեվոր սինոդի շատ անդամների հետ, որոնց գնահատում եմ որպես հոգեվորականի, շատ խորն են։ Դուք այս տարիների ընթացքում տեսել եք իմ շփումները թե Երուսաղեմում, թե այստեղ, բայց ես չեմ ուզում անուններ տամ, որպեսզի չկանխեմ այն գործընթացը, որը պետք է տանի եկեղեցուն դեպի առողջացման, որ եկեղեցում հիվանդություններ կան, որը մեկը կասկածում է։ Բոլոր եկեղեցական միջոցառումներին, որ դուք առնչվել եք, դա մաքուր հոգևոր միջոցառումներ են եղել։ Չէ, ես այդ պատկերը հիմա պատկերը ես զգում եմ, որ զգացել եմ այն, որ ունենք չլուծված խնդիր, նաև այդտեղ, որտեղ պետք է չունենայինք։ Եվ վերջին հաշվով եկեղեցին պետք է այն բարձրության վրա լիներ, որ եթե երկրում կան խժդժություններ, եկեղեցում եւ հոգևոր առաջնորդությամբ օժտված անձնավորությունները պետք է կանխեն բոլոր սուր անկյունները, բայց ես չտեսա, որ եկեղեցին այդպիսի պլանավորում ունի իր արժեվ դրված հոգևոր պլանավորում, եւ եկեղեցին պետք է պետությունից անջատ չլինի, անջատ է այնքանով, ինչքանով սամրության մեջ նշված է, բայց եկեղեցին որպես հոգևոր, բուրգի կառավարիչ նա իր դերի մեջ պետք է լինի, որը մենք այս ընթացքում չենք տեսնում, ոնց որ պետության մեջ շատ հարցեր պետք է կարգավորվեն, նաև եկեղեցիում դարեր շարունակ կան կուտակված խնդիրներ պետք է լուծվեն, ով պետք է լուծի, հոգևոր խորհուրդը։ Նայում ենք այս ընթացքում շատ կարևորված են նաև այն հոգևորականները, որոնք կարգալույծ են արված, բազմաթիվ։ Վերջերս մի Արմեն Խաչատրյան ազգանով հոգևորական էի լսում, ես շշմեցի, ոնց կարելի է այդ նման անձնավորությունը, որը բովանդակային առողջացման մասին է խոսում, հանկարծ կարգալույծ է արված, փայլուն կրթությամբ, հոգևոր արժեքների ճիշտ ընկալմամբ եւ պահանջով։ Բա ովքեր են լրացնում այդ տեղերը։ Ես ուզում եմ Մի վարքյան, ես բացատրեցի ինչ եմ ես զգում, ինչ որ հարցերի վրա պետք է կենտրոնանալ։ Ոնց որ կենտրոնանում ենք մեր անվտանգային խնդիրների վրա, մեր անվտանգային խնդիրների մի բաղկացուցիչ մասն է պետք է տեսնել եկեղեցում։ Մենք ունենք նաև բան, չէ՞, գնդերեսների գումարտակ։ Այդ տղաներից մի շարք բաներ պատերազմի ընթացքում վիրավորվել են։ Այդ տղաները նաև իրանց աջակցությունն են ցույց բերել այն մյուսներին, որոնք ողջ են մնացել, եւ նրանց կողքին են եղել։ Հիմա ես ուզում եմ, որպեսզի բոլորը լինեն այնպիսին, ինչպիսին նրանք էին։ Կյանքը նրանց դրել է տարբեր հարթությունների մեջ։ Իմ ասած հետեւյալն է. հոգևորն էլ պետք է առողջանա, բոլորը պետք է առողջանան։ Մեջ է խնդիրը, պարոն Քոչարյան, ինչ ձևով է իշխանությունը։ Շատ լավ, բոլորս միասին շարժվենք այն ուղղությամբ, որը մեր ուզած ձևն ու բովանդակությունը կներդաշնակի եւ մենք երբ որ ուժային խնդիրներ են լուծվում, այսպիսի հարցեր չառաջանան։ Պարոն Քոչարյան, Նիկոլ Փաշինյանը անընդմեջ ասում է, որ Գարեգին երկրորդը պետք է հեռանա, սակայն մենք գիտենք, որ իշխանությունը լծակներ չունի վեհափառին հեռացնելու համար, նա էլ այդպիսի հայտարարություններ չի արել, որ իր հետևից կարծես թե գան այս ճանապարհը ինչպես եք պատկերացնում, Ես ասեմ, բոլորը հիմա նաև պատմություն են ուսումնասիրում, մենք պատմության ընթացքում ունեցել ենք վեհափառներ, որոնք հեռացել են, որոնք մնացել են, հեռացողներ են եղել։ Ինչ ճնշումների արդյունքում են կամ ինչ իրողությունների շատ դարեր առաջ եւ հիմա եկեղեցին էլ ունեցել է շատ ծանր օրեր սովետական տարիներն ունեցել, մենք ունեցել ենք վեհափառ, որը մահացել է, որը պետք է չմահանար, այդպիսի իրողություններ են եղել, բայց կարևորը եկեղեցու առողջացման մեջ պետք է տեսնել։ Հիմա դուք ասում եք վեհափառը պետք է գնա, թե չգնա, դա եկեղեցու որոշելիքը կլինի, բայց եկեղեցին էլ պետք է շարժվի իր իրավական համակարգի տրամաբանությամբ եւ պահանջով։ Բայց իրավական առումով չեք կարող հեռացնել վեհափառին, որովհետեւ ճիշտ հասկացեք, հիմա վերջերս նաեւ գուցե եկեղեցական շրջանակներից աթորանիստ միջավայրն են ուզում փոխեն, դա տրամադրություն, դա ի՞նչ է։ Դա պառակտման ամենակարճ ճանապարհն է, ինչ են ուզում։ Վերջին հաշվով եկեղեցին էլ մեծ ֆինանսական կոնգլոմերատ է։ Դուք մենակ մոմն եք տեսնում, բայց եկեղեցին ինքը նաև կան շահեր, այդ սպասարկումները հենց այնպես բան չի։ Այնտեղ մեծ չհարկվող գումարներ կան շրջանառության մեջ, շատ մեծ
չհարկվող, բայց խնդիրը գումարի մեջ չի, խնդիրը բովանդակության մեջ է։ Պետք է եկեղեցում եկեղեցականները, որոնք նաև փայլուն կրթություն ստացած հոգևորականներ կան, որոնք ուզում են հոգևոր արժեքների ճանապարհով շարժվեն, նրանք էլ պետք է նպաստեն եկեղեցու առողջացմանը։ Դուք մենակ կուսակրոնություն եք, կուսակրոնությունը միայն կենակցման մեջ չի։ Կուսակրոնությունը բարդ մեծ համակարգ է, որի նպատակները ի սկզբանե որ դրված են եղել, մինչև հիմա չի պահվում։ Դա պետք է կամ իրենց մեջ ուժ գտնեն այդ խնդիրը լուծեն, կամ պետք է եկեղեցին դարձնեն այնպիսին, որ որևէ մեկի մտքով չանցնի, որ եկեղեցին կարելի է ենթարկել ուժային միջամտության։ Մի օրինակ բերեմ։ Վերջերս մի փայլուն ֆիլմ կար Հովհաննես Պողոսի մասին։ Երբ որ ինքը Կռակովի, կարդինալն էր եւ լեհական ուժային կառույցը հանձինես իրենց, այսպես ասեմ, որ հասանի KGB-ի ֆիլմում շատ փայլուն է դրված։ Գնում են, որպեսզի խաչով, երբ որ Հովհաննես Պողոսը կարդինալը գնում է իր հոտի հետ միասին, կանխեն այդ միջամտությունը, բայց առաջնորդի կերպարը եւ ապրած կյանքը այնպեսին էր, երբ որ գալիս են իրեն ձեռնաշղթա հագցնելու, հրամանատարը գալիս եւ չոքում է աչը համբուրում է։ Այդպես պետք է լինի բարոյական կեցվածքը եւ ուժը, հոգեվոր ուժը ավելին է, քան թե ուժային որևէ գործողություն։ Եկեք դարձնենք եկեղեցին այնպեսին, որ որևէ մեկի մտքով չանցնի, որ գնալու է եւ ասի, չէ, եկեղեցին ընդհանրապես պետք է լինի մեր հոգեվոր կյանքի առաջնորդողը եւ ամբից եկեղեցի եմ ես ուզում, դա է իմ ցանկությունը եւ բոլորի ցանկությունը դա պետք է լինի։ Ամբից եկեղեցի նշանակում է, երբ որ գնում ես մաքրվելու, հաղորդակցվելու, դու գնում ես իրականում հաղորդակցվելու, ոչ թե գնում ես պարզապես մոմը վառես, ինքդ քեզ խաբես գնաս։ Եկեք ունենանք այդպիսի եկեղեցի եւ այսօր լավ առիթ է դրա մասին բաց ճակատով խոսելու, նաեւ մեր մտավորականությունը պետք է խոսի, ոնց որ սկսել են խոսել, բայց ես համաձայն եմ, որ պետք է հասնենք այնպիսի նպատակի, որ երբևիցե ուժային միջամտությամբ չլուծվեն այն խնդիրները եկեղեցու ներսում, ինչի պետք է եկեղեցին ենթարկվեր ուժային միջամտությամբ։